Վաղարշապատ Եվ գոյատևեց երկիր Նայիրին այն գահակործան դարերում ավեր, դուք տաճարներում վանքերի մեջին սրբությունները պահպանեցիք ձեր։ Վալերի Բրյուսով, հայերին։ Չնայած այն հսկայական դերին, որ դարեր շարունակ հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային և հատկապես հոգևոր կյանքում խաղացել է Վաղարշապատը, նրա պատմության մասին այսօր քիչ բան է հայտնի։ Ինչպիսին էին նրա փողոցներն ու տները, հրապարակներն ու այգիները, ինչպես էին ապրում նրա բնակիչները, այս և բազմաթիվ այլ հարցեր վաղուց են հուզել գիտնականներին։ Թեև հայ առաջին պատմիչների աշխատություններից սկսած Մագաղաթե ձեռագրերում հիշատակվել է Վաղարշապատ Էջմիածինը, այնուամենայնիվ պեղումներն էին հաստատելու կամ ժխտելու քաղաքի պատմության մասին եղած այս կամ այն վարկածը։ Երևանից Էջմիածին 16 վերստ ճանապարհն անցնում է շիկացած տեղանքով, որ թվում է պետք է լինի Ասիայի ու Աֆրիկայի հեռավոր անապատների ինչ-որ նախադուռ։ Էջմիածին չհասած անցնում ես հսկայական ավերակների մոտից։ Դա ամենակախարդիչ պեղումներից մեկն է, որպիսին երբևիցե ես տեսել եմ։ 1924 թվին գրել է Անատոլի Լունաչարսկին։ Բայց իսկական պեղումները սկսվեցին 2 տարի անց Թորամանյանի, Քալանթարի և Տեր Հակոբյանի ղեկավարությամբ։ Մինչ այդ շինարարական և այգեգործական աշխատանքների ընթացքում պատահականորեն գտնվել էին հնագիտական նյութեր ու արձանագրություններ։ Հին Վաղարշապատի տեղադրության հարցին պատասխանեցին 1931 թվի պեղումները։ Ապացուցվեց, որ քաղաքը եղել է ներկայիս Էջմիածնի տեղում։ Հետագա ուսումնասիրություններից հատկապես արժեքավոր էին 1959 թվի ճարտարապետ Սահինյանի Մայր տաճարի և Հռիփսիմեի որմնամույթերի հիմքերի պեղումները։ Եվ այսօր գրավոր աղբյուրներն ու պեղածո նյութերը հնարավորություն են տալիս ուրվագծել քաղաքի պատմությունը։ Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռևս քարե դարում։ Հազարամյակներ անց հայոց Երվանդ Սակավակյաց արքայի փեսա Վարդգես մանուկն այնտեղ հիմնում է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծն այն դարձնում է շուկա ունեցող գյուղաքաղաք։ Երկրի զարգացումն ու միջազգային առևտրի աշխուժացումը նոր քաղաքների հիմնադրման հնարավորություն են ստեղծում։ Հայոց Վաղարշ առաջին թագավորը պարսպապատելով Վարդգեսավանը այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք, թեպետ երկրի խոշորագույն քաղաքը մնում էր Արտաշատը։ Երկրորդ դարի կեսերին հռոմեացիները փորձ արեցին նվաճել Հայաստանն ու դարձնել Հռոմի նահանգ, բայց Տրդատ նախարարի գլխավորությամբ համաժողովրդական ապստամբություն բարձրացավ և հռոմեական կայսր ու զորավար Մարտիոս Վերոսը հազիվ իր կյանքը փրկեց Տրդատի սրի հարվածից։ Չնայած ապստամբությունը ճնշվեց և Տրդատը աքսորվեց Բրիտանիա, բայց վերականգնվեց Հայաստանի անկախությունը։ Եվ Վաղարշապատը Կայնեպոլիս նոր քաղաք անունով հռոմեացիների կողմից 163 թվին երկրորդ անգամ հռչակվեց հայոց մայրաքաղաք։ 3 տարի անց հարավային Միջագետքից եկած հռոմեացի զինվորները ժանտախտ տարածեցին ոչ միայն Վաղարշապատում, այլև առաջավոր Ասիայում ու Եվրոպայում։ Քաղաքի բնակչության մեծ մասը զոհ գնաց ժանտախտին։ Հռոմեական կայսրության մեջ սկիզբ էին առել գահակալական կռիվներ։ Օգտվելով հարմար առիթից հայերը Վաղարշապատից վռնդեցին հռոմեացիներին։ Մինչ այդ նրանք մի շարք կառուցումներ էին կատարել, իրենց ապահովության համար ամրացրել քաղաքի պարիսպները։ Իսկ ինչպիսին էր Վաղարշապատի քաղաքաշինական պատկերը։ Միջնաբերդը մոտավորապես զբաղեցնում էր այժմյան Էջմիածնի վանքի պարսպապատ տարածքը։ Այնտեղ էին թագավորի պալատը, Անահիտ Արտեմիսի տաճարը, պետական և հասարակական շենքերը, զորանոցները, բանտը, բաղնիքը և այլն։ Քանի որ Վաղարշապատը տեղադրված էր դաշտավայրում ու զուրկ էր պաշտպանական բնական առավելություններից,
ապա ենթադրելի է, որ Միջագետքի եւ Արևմտյան Իրանի քաղաքների նման նրա հատակագիծը եւս կլորավուն էր։ Քաղաքն ուներ հզոր աշտարակներով պարիսպներ։ Վաղարշապատը հարավից պաշտպանված էր նաեւ քասախի ջրով լցվող Պարկեն փոս կոչվող խոր խրամով, հարավ-արևմուտքից ընդարձակ ճահճով, որտեղ էլ կատարվում էին մահապատիժները։ Պարիսպներից դուրս գտնվում էին որոշ արհեստանոցներ, անտիկ տաճարը եւ գերեզմանոցը։ Տաճարը ըստ երևույթին նվիրված էր արևի աստված Միհրին եւ գտնվում էր Հռիփսիմեի եկեղեցու տեղում։ Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո։ Կործանելով Սանդարամետի Մեհյանը, նոր կրոնի նվիրյալները նրա տեղում կառուցեցին կաթողիկե եկեղեցին, Հայաստանի քրիստոնեական անդրանիկ մայր տաճար Սուրբ Էջմիածինը։ Նրա անունով էլ հետագայում, հատկապես 13-ից 15-րդ դարերից սկսած, քաղաքը կոչվեց Էջմիածին։ Հայաստանում քրիստոնեական կրոնի գլխավոր կենտրոնը լինելու շնորհիվ Վաղարշապատը դարեր շարունակ երկրի համար ուներ հոգևոր մշակութային խոշոր նշանակություն։ Հայոց գրերի գյուտից հետո 405 թվին Վաղարշապատը վերադառնում Մաշտոցը, ուր նրան ցնծալից ընդունելություն էր սպասվում։ Ականատես պատմիչ Կորյունը այսպես է նկարագրում. «Եվ արդ, երբ հիշելին եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին երբ Սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարագունդ ավականու բոլոր բազմությունն առնելով քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին երանելիին։ Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո այնտեղից ցնծության ձայներով եւ հոգեվոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը եւ տոնական ուրախությամբ անցկացրին օրերը։ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը հենց Վաղարշապատում էլ հիմնեցին իրենց դպրոցը։ Թեև դարավերջին 484-ին կաթողիկոսարանը տեղափոխվեց Դվին, Էջմիածինը շարունակում էր բուռն կերպով զարգանալ։ Մեր առաջին մատենադարանը եւս այստեղ է հիմնվել, երբ 486-491 թվականներին վանքի հոգաբարձուն նշանավոր պատմագիր Ղազար Փարպեցին էր։ Իդեպ 1.5 հազարամյակ անց 1959 թվականին այս ձեռագրատան հետագայում հարստացված հավաքածուի հիմքի վրա ստեղծվեց Երևանի մատենադարանը։ 7-րդ դարը նշանավոր էր ոչ միայն քաղաքի, այլև հայ ճարտարապետության համար։ 618-ին կառուցվեց Հռիփսիմեի տաճարը, 630-ին Գայանեի եկեղեցին, 643-652-ին Զվարթնոցը։ Վաղարշապատը վաճառաշահ քաղաք էր, բարձր զարգացման հասած արհեստներով ու արվեստներով։ Հատկապես նշանավոր էին նրա դարբիններն ու ոսկերիչները, զինագործներն ու խեցեգործները։ Այստեղ եւս բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ ու գինեգործությամբ։ Քաղաքը հաճախ է կործանվել, իսկ բնակիչները սպանվել ու գերեվարվել։ Պարսից Շապուհ II 368-369 թվերի արշավանքների մասին այսպես է պատմում Փաստոս Բուզանդը. «Գրավեցին Վաղարշապատ քաղաքն էլ, քանդում, բրում, հիմքից կործանում էին։ Այս քաղաքից էլ գերի տարան 19,000 տուն։ Ամբողջ քաղաքում շենք չթողեցին, բոլորը քարուքան դարին, կործանեցին։ Ասպատակներ ուղարկելով բոլոր չափահաս մարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում»։ Արաբական տիրապետության շրջանում քանիցս քաղաքն ավերվեց, բայց Բագրատունյաց հայոց թագավորության հաստատումից հետո կրկին վերածնվեց։ Բայց այս անգամ էլ արևելքից եկան սելջուկները, մոնղոլները, թաթարներն ու վաճկատուն այլ ցեղեր, ամայացրին երկիրն ու նրա քաղաքները։ 1321 թվին վերագրվող մի վարքագրության մեջ ասվում է, որ մոնղոլները այրեցին Էջմիածնի վանքը եւ Զկես քաղաքին։
15-րդ դարի սկզբին, մոտ 100 տարի, ինչպես ողջ երկրում, այնպես էլ Վաղարշապատում իշխում են թուրքմենական Կարա Կոյունլու եւ Ակ Կոյունլու քոչվորական ցեղերը։ Բայց հենց այս շրջանում է, որ կրկին հայ ժողովրդի քաղաքական եւ հոգեվոր կյանքում մեծանում է Վաղարշապատի դերը, քանզի դեռևս 1105 թվականից Կիլիկիայում գտնվող հայոց կաթողիկոսարանը վերահաստատվում է Էջմիածնում։ Քանի դեռ գոյություն ուներ Կիլիկիայի հայկական թագավորությունը, կաթողիկոսությունը գտնվում էր թագավորների հովանու ներքո, իսկ այնուհետև, քանի ուժեղ էին հայ իշխանները, անհանգստության առիթ չկար, բայց երբ 1426-ին Կիլիկիան Հայաստանի վերջին հայ իշխանավորը Կոստանդինը բազմահազար գաղթողներով Սսից տեղափոխվեց Կիպրոս, հայոց կաթողիկոսարանի պանդխտությունը դարձավ անիմաստ եւ վտանգավոր, եւ հայ հոգեվոր ու քաղաքական գործիչները դիմում են գործնական քայլերի։ Էջմիածնի վանքը տնտեսապես ամրապնդելու եւ աթոռանիստ դարձնելու համար իշխան Ռուստամ Օրբելյանը, որը Կարա Կոյունլուների շրջանում մեծագույն հարգանք էր վայելում եւ բարձր պաշտոնների էր արժանացել, 1431 թվին վանքին է նվիրում 7 խոշոր գյուղ։ Իհարկե, կաթողիկոսարանի մայր հայրենիք տեղափոխումը ավելի շատ հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Այն իրեն կձգեր եւ կհամախմբեր ժողովրդի տարբեր հատվածները, կապ կստեղծեր գաղթօջախների հայության հետ եւ վերջապես կնախապատրաստեր անկախության վերականգնման պայքարը։ 1441 թվին Էջմիածնում գումարվում է մեծ ժողով, որին մասնակցում էին 12 եպիսկոպոս, 18 վարդապետ եւ 300-ից ավելի քահանաներ, իշխաններ, մեծահարուստներ եւ ժողովրդի ներկայացուցիչներ։ Այս հսկայական թափորը մեծ հանդիսավորությամբ փող հնչեցնելով ու թմբուկ զարկելով Երևանից ճանապարհվում է Էջմիածին, ուր եւ կատարվում է մայր աթոռի վերահաստատումը։ Էջմիածինը դարձավ հայ ժողովրդի կենսական ուժերի համախմբման կենտրոն։ Շատ անգամ օժանդակեց կամ գլխավորեց ազգային ազատագրական պայքարը, իսկ կաթողիկոսները շատ հարցերում ոչ միայն ինքնուրույն էին լուծում Հայաստանի ներքին խնդիրները, այլև երբեմն էլ միջամտում էին իշխողների գործերին։ Հետաքրքրական է, որ 18-րդ դարի վերջին քառորդում ռուսական կառավարության հետ բանակցություններ վարելիս Հովսեփ arczepiskopos Արգուտյանը ապագա անկախ Հայաստանի մայրաքաղաք է առաջարկում հռչակել կամ Անին, կամ Վաղարշապատը։ Պարսկական տիրապետության շրջանում մինչև 1827 թիվը Վաղարշապատը մտնում էր Երևանի խանության մեջ։ Հայոց կաթողիկոսները հետևում էին քաղաքի զարգացմանը, որն ընդհատվեց 1604 թվին Պարսից Շահ Աբաս առաջինի արշավանքների հետևանքով։ Արարատյան դաշտավայրի բնակչությունը տեղահանվեց եւ քշվեց Պարսկաստան։ Այնուամենայնիվ, այդ եւ հաջորդ դարերում շնորհիվ այստեղով անցնող Թավրիզ-Երևան Կարին առևտրական ուղու աշխուժացավ քաղաքի տնտեսական եւ առևտրական կյանքը։ Հայերեն առաջին տպագիր գրքի հրատարակությունից ուղիղ 260 տարի անց 1772-ին Էջմիածնում Սիմեոն Երևանցու հիմնադրած տպարանում լույս է տեսնում Հայաստանի առաջին տպագիր գիրքը։ Սիմեոն Երևանցին ձեռնարկեց լայնածավալ շինարարություն։ Նա քանդել տվեց վանքի հյուսիսային կողմի հարակից գյուղական շինությունները եւ մայր տաճարը առանձնացրեց Վաղարշապատից ու ազատված ընդարձակ տարածությունը շրջափակեց հողաշեն պարիսպներով։ Իսկ Վաղարշապատ գյուղի համար կառուցվեց նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը։ 19-րդ դարի ընթացքում պարիսպների եւ գյուղի միջև ընկած տարածքում կրկին շինարարություն ծավալվեց։ Կառուցվեցին խանութներ, արհեստանոցներ, բաղնիք, 1-2 հարկանի քարե եւ աղյուսե տներ եւ այլն։
18-րդ դարի վերջերի վաղարշապատի եւ ընդհանրապես հայ իրականության մասին անգնահատելի սկզբնաղբյուր է բնիկ վաղարշապատցի Հարություն Արարատյանի հուշագրությունը, որը 1813-ին ռուսերեն հրատարակվելուց հետո կարճ ժամանակում թարգմանվեց գերմաներեն եւ անգլերեն։ Դեպի Էջմիածին երբեք չի դադարել հայ եւ օտար ճանապարհորդների հոսքը։ Իսկ 19-րդ դարի սկզբներից ռուս եւ եվրոպացի շատ գիտնականներ եւ ուղեգիրներ ուղակի իրենց պարտքն էին համարում այցելել այդ նշանավոր կենտրոնը։ Նրանցից ամեն մեկը յուրովի է նկարագրել վանքն ու նրա սպասավորներին, բայց այդ ամենի մեջ բնութագրական են ռուսական բանակի սպա Մորից ֆոն Կոցուբեի 1817 թվի գրառումները։ Ինչպես պատկերեմ այն հաճելի զգացումը, որ արթնացավ մեր մեջ, երբ իսլամական մի երկրում հոգնեցուցիչ ճանապարհից հետո հանկարծ երևացին մի փառավոր վանքի գմբեթներն ու պարիսպները։ Սա նշանավոր Էջմիածինն էր, հայ պատրիարքների բնակավայրը, անպաշտպան մի գառ գայլերի մեջ։ Այս նվիրական վայրը վերջին 1500 տարվա ընթացքում դիմագրավել է պատերազմներին եւ դրանց քայքայիչ հետևանքներին, եւ այս երկար շրջանի ընթացքում նրա բարեպաշտ բնակիչները չեն դադարեցրել իրենց աղոթքը։ Էջմիածնի վանքը մի փառավոր շենք է, ունի բազմաթիվ սալարկված բակեր, որոնցում կան ավազաններ եւ աղբյուրներ, տնկված են գեղեցիկ ծառեր։ Ինչպես ողջ արևելյան Հայաստանը, այնպես էլ Վաղարշապատը 1828-ին մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ 19-րդ դարը Էջմիածնի համար տնտեսական եւ մշակութային վերելքի շրջան էր։ 1847-ին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը սկսեց լճակի շինարարությունը, վերակառուցվեց քաղաքային շուկան, փողոցները բարեկարգվեցին, տնկվեցին հազարավոր ծառեր ու թփեր։ 1868-ից լույս տեսավ Արարատը, հաջորդ տարի հիմնադրվեց Էջմիածնի թանգարանը, իսկ Խրիմյան հայրիկի օրոք նույնիսկ վանքում անցկացվեց էլեկտրականություն։ Անցյալ դարավերջին եւ մեր դարի սկզբին Վաղարշապատում բացվեցին փոքրիկ ձեռնարկություններ, արհեստանոցներ եւ շոքիով աշխատող ձիթարան։ Խայտաբղետ էր արհեստագործության տեսականին, արծաթագործություն ու ոսկերչություն, մոմագործություն, մետաքսագործություն, փայտագործություն ու քարագործություն։ Վաղարշապատցիները արտահանում էին բրինձ ու բամբակ, գյուղատնտեսական եւ այգեգործական մթերքներ, գինի եւ այլն։ Այս շրջանում Էջմիածինը դարձել էր նաեւ մշակութային կենտրոն, հրատարակվում էին հայագիտական գրքեր ու հանդեսներ, ուսումնասիրություններ։ Այնտեղ էին ապրում ոչ միայն հոգեվոր քաղաքական, այլև գիտության, գրականության եւ արվեստի բազմաթիվ նշանավոր գործիչներ։ Հովանես Հովանեսյանը, Գալուստ Տեր Մկրտչյանը, Սարգիս Հայկունին, Մանուկ Աբեղյանը, Կոմիտասը, Եղիշե Թադևոսյանը, Գարեգին Հովսեփյանը, Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճարյանը եւ շատ ուրիշներ, որոնք համախմբված էին Գևորգյան ճեմարանի շուրջը։ Առաջին աշխարհամարտի տարիներին Էջմիածնում ծովացել էր արևմտյան Հայաստանի գաղթականությունը։ Մարտիրոս Սարյանը իր հուշերում գրում է. Գաղթականների այդ խմբի մեջ էր նաև մի գեղեցիկ հայուհի, իր 5 որդիների հետ։ Ամեն անգամ նրանց մոտով անցնելիս չէի կարողանում հիացմունքս ու հուզմունքս պահել։ Երեխաներից մեծը հիվանդացել էր։ Տարա մանկական հիվանդանոց, բայց չփրկվեց։ Իրար ետևից մեռան նաև նրա 3 սևաչյա եղբայրները։ Մայրն ամեն մեկին պատանք էր կարել իր հագուստներից ու դիակները շարել կողք կողքի։ Մի 2 օր հետո այցելեցի նրանց։ Մայրը պատանքում էր վերջին զավակին, հագուստի վերջին պատառիկով, գրեթե մերկ էր։ Եվ որովհետև թելը վերջացել էր, իր երկար, սաթի պես սև հյուսքերից քաղել, անցկացրել էր ասեղին ու կարում էր։ Անցած տասնամյակների ընթացքում գավառական քաղաքից Էջմիածինը վերածվեց ժամանակակից արդյունաբերական ու մշակութային կենտրոնի։
1945-ին Վաղարշապատը վերանվանվեց Էջմիածին։ Էջմիածնում են գտնվում Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղը, Կոմիտասի եւ հայրենագիտական թանգարանները, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, Բույսերի պահպանության գիտահետազոտական ինստիտուտը, ակումբագրադարանային տեխնիկումը, պրոֆտեխնիկական ուսումնարանը, երաժշտական, նկարչական, մարզական դպրոցները եւ այլն։ Շուրջ 240 հեկտար տարածություն հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։